Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն պարոն Ռուբինյան, հարցեր հիմնական զեկուցողին պարոն Մինասյան, խնդրեմ։ Բնականաբար հարցը նաև հանրային լայն քննարկման առարկա է դարձել։ Պարոն Ռուբինյան, դուք նշեցիք օրենքի մասին, վկայակոչեցիք օրենքը եւ արձանագրեցիք, որ էլի ինչպես միշտ ձեր փչացած պլաստինկը ասեմ, էլի պատտիկ էլի նախորդ 25 տարիներին նշված չի արվել։ Իրականում օրենքով նախատեսված բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում նաև հիշատակի օրեր եւ այլն նշվել են բոլոր իշխանությունների ժամանակահատվածում, այնպես չի որ չի նշվել։ Բայց երբ որ սա առաջարկում եք եւ հույն տալով օրենքի մեջ կա նաեւ այլ դրույթ կառավարության համար սահմանված, օրինակ այս մասով ինչ կասեք։ Ենթադրեք, թե նախորդ 25 տարիներին կառավարությունը չի հաստատել այդպիսի բաներ։ Հիմա հետամուտ եք, որ կառավարությունը հաստատի նաեւ հիշատակման այլ օրեր։ Երկրորդը ակնհայտ է, որ զգայուն հարց է բանակի օրվա հետ կապելը, ի վերջո հունվար 28-ը հայոց բանակի օրն է եւ պայմանավորել դրանով կամ դրա նախորդ օրով հիշատակի օրը, արդյոք չեք գտնում, որ դրանով նսեմացնում եք թե բանակի օրը եւ թե նաեւ հիշատակի հավերժացում, չէ՞ որ մեր պրակտիկայում բոլոր տոն եւ հիշատակի օրերին նախորդող շրջանում կամ նույնիսկ նույն օրը այցելություններ են կազմակերպվում հայրենիքի համար նահատակվածների շիրիմների։ Սա երկրորդ հարցը եւ հետաբար ընտրել մեկ օր եւ դա էլ կապել բանակի հետ, որքանով է տրամաբանական մյուս օրերը բացառել։ Եվ վերջապես երրորդը, արդյոք դուք պատրաստ եք քննարկելու այլ օրերի հնարավորությունը, ճիշտ է դուք ասեցիք, որ չեք մտածում եք չկապել որևէ կոնկրետ ռազմական գործողությունների հետ, այս մենք իրականում ունենք հատկապես ներկա ժամանակահատվածում Արցախի Ադրբեջանի կողմից բռնազավթման ընթացքում հատկապես այնպիսի օրեր, երբ որ զանգվածային են եղել նահատակությունները սեպտեմբերի 27, սեպտեմբերի 19, սեպտեմբերի 13-14 եւ արձակում եղավ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ այսպես շարունակ։ Շնորհակալություն պարոն Մինասյան, հերթով պատասխան հարցի։ Ես որ ասացի 25 տարամեջ չի ընդունել ամենևին եւ բացարձակապես որևէ բացասական նրբերանգ չկար իմ ասացի մեջ, զուտ փաստ են ֆիքսում, այդ նույն 25 տարվա մեջ 8 տարի մենք ենք իշխանություն եղել, որևէ տարբերություն չկա այդ իմաստով։ Հաջորդը պարոն Մինասյան, ասում եք արդյոք հունվարի 27-ին հիշատակի օր սահմանելով չի նսեմացվում բանակի օրը, բացարձակ եւ ես կասեի նույնիսկ հակառակը։ Դուք իրավացիորեն նշում եք, որ հունվարի 28-ին այսպես թե այնպես մարդիկ առավոտը սկսում են առնվազն պետական պաշտոնյաները, բայց ենթադրում եմ, որ նաև ոչ միայն պետական պաշտոնյաները, այլ նաև Ես պարոն, ես հայցում ձեր ներողամտությունը։ Ես հայցում եմ ձեր ներողամտությունը։ Ինչ Ջեբեջան։ Դուք Ջեբեջան եք, չէ՞, ձեր ազգանունը չեմ սխալվում։ Չէ, ներողությունով չենք սահմանափակում, էլի։ Կներեք, բայց կարող ենք որոշակի առումով հասկանանք, որն է ազգային ժողովը, որն է ազգային ժողովի լուսաբանումը, ով պետքա խոսա, ով պետքա լսի։ Հիմա որ ասեմ, կասեք էլի բան է անում, չէ՞։ Բանավեճի չի հասկանում։ Պարոն Ռուբինյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Միշտ են այսպես անցնում ձեր նիստերը, պարոն Արոյան, ձեզ շատ դուք կգան մեր ուրբաթները։ Շատ լավ։
Հարգելի գործընկերներ, միտքս ընդհատվեց, բայց փորձեմ վերհիշել եւ շարունակել։ Հա, պարոն Մինասյան, այսպես թե այնպես հունվարի 28-ին բանակի օրը, որը տոն է, ինքը նախատեսված է որպես տոն, տոնելու, ուրախանալու, զինծառայողներին շնորհավորելու, բանակի կարևորությունը ընդգծելու օր։ Այսպես թե այնպես օրը սկսվում է նաեւ պաշտոնյաներից այցերով Եռաբլուր կամ այլ քաղաքների համապատասխան հիշատակի վայրեր, գերեզմաններ եւ այլն։ Մենք ինչ ենք առաջարկում։ Այսինքն այսպես թե այնպես բանակի օրը որոշակիորեն կապ ունի զոհերի հիշատակման հետ։ Մենք առաջարկում ենք դրա նախորդ օրը, այսինքն հունվարի 27-ը ամբողջովին նվիրել մեր բոլոր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին եւ հաջորդ օրը արդեն տոնել, այդ թվում որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ եւ այդ թվում նաեւ որպես ավանդական բանակի կարեւորությունը ընդգծելու օր։ Այսինքն որևէ նսեմացում չկա, բացի սրանից եթե նախորդ օրը ինչ որ մի բան դնել, այսինքն հիշատակի հետ կապված կամ թեկուզ սուքի հետ կապված նսեմացնում է դա նշանակում է որ օրինակ մեռելոցը նսեմացնում է Սուրբ Ծնունդը կամ մեռելոցը նսեմացնում է Սուրբ Զատիկը, որովհետև ավանդաբար չէ մեր եկեղեցական տաղավար տոներից հետո հաջորդ օրը կամ մեռելոց, բայց դա ամենևին չի նշանակում, որ մարդիկ Սուրբ Ծնունդը չեն նշում կամ մյուսը չեն նշում, մյուսը չեն նշում։ Հակառակը այդտեղ խորհուրդ կա նաև, որ մարդիկ տոնում են, հետո հիշում են իրենց անցավորներին։ Հիմա մեր դեպքում էլ սկզբից հիշում են, խոնարհվում են զոհերի հիշատակի առաջ, հաջորդ օրը տոնում են։ Կարծում եմ տրամաբանական է, մենք պարոն Նազարյանի հետ քննարկել ենք, մենք չենք տեսնում տրամաբանություն, թե ինչու պիտի հունվարի 27-ը լինի ոչ ընդունելի, կարծում ենք տրամաբանությունը, այսինքն տրամաբանական է մեր առաջարկած օրը, բայց եթե մինչև երկրորդ ընթերցում ի հայտ գա այնպիսի օր, որը եւ այնպիսի հիմնավորում, որ այդ ամսաթիվը շատ ավելի հարմար է հիշատակի օր սահմանելու համար, պատրաստ ենք քննարկել։ Ինչ վերաբերում է ձեր վերջին պնդմանը, պարոն, ոչ թե պնդմանը, այլ վերջին դիտարկմանը, պարոն Մինասյան, որ կան օրեր, որոնք կոնկրետ ռազմական իրադարձությունների հետ են կապված, ես արդեն ասեցի, այդտեղ խնդիրն այն է, որ ինչպես ընտրել, որովհետև կա առաջին Ղարաբաղյան պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր։ Դրանից հետո կա շրջան, երբ որ ոչ թե կոնկրետ իրադարձություններ են եղել ռազմական, այլ ուղղակի ծառայության ընթացքում սահմանին, ասենք դիպուկահարի կրակոցից կամ այլ իրադարձություններից զոհվել են զինծառայողներ։ Կան դիվերսիաներ, կա ապրիլյան պատերազմը, կա 44-օրյա պատերազմը, սեպտեմբերյան հարձակումը եւ այսպես շարունակ։ Ինչպես ասել, որ սա է այդ օրը եւ ոչ մյուսը։ Դրա համար կարծում ենք, որ հունվարի 27-ը օպտիմալ տարբերակ է, շնորհակալություն։ Բայց կրկնում եմ, եթե մինչև երկրորդ ընթերցում ի հայտ գա եւ հիմնավորված լինի, որ կա ավելի հարմար օր, պատրաստ ենք քննարկել եւ սիրով քննարկենք, կարծում եմ աշխատանքային ֆորմատով մինչև դա քննարկենք եւ մենք իրար հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն արձագանքումներ, պարոն։ Այո, պարոն Ռուբինյան, անշուշտ չափազանց կարևոր է ձեր ներկայացրած հիմնավորումը, բայց ընդունելի չէ։ Ինչու ընդունելի չէ։ Մի քանի պատճառով։ Նախ առաջինը, ինչպես նշեցի, մեր տոների եւ հիշատակի օրերի գրեթե բոլոր հիշարժան օրերին այցելություններ կա հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների շիրիմներին։ Այդ օրը ոչ միայն խոնարհում, այդ օրը հարգանք եւ հպարտություն զգացումներով տարածվող երևույթներ են, այսինքն այցելությունը միայն սկալը չէ եւ ձեր խոսքում էլ կարմիր թելով գնում է, որ նահատակվածի հայրենիքի պաշտպանության համար նահատակվածի օրը սքելու սուք ունենալու եւ դրանով պայմանավորված փորձեցի կապել նաեւ տաղավար տոներից հետո մեռելոց գնալու հետ։ Ես ամենևին այդ նպատակը չունեի հարցադրումը երկրորդ ձևակերպում էի,
Ես ասում եմ, որ եթե այդ օրերին, բոլոր օրերին գրեթե, նույնիսկ ապրիլ 24-ին նախորդող շրջանում էլ այդ այցելությունը կազմակերպվում, նույնիսկ նույն օրն է կազմակերպվում եւ այլն, բայց հարցը հետեւյալն է, եթե այնուամենայնիվ անհրաժեշտություն ունենք առանձին օր նշելու, այդ դեպքում նաեւ նա պետք է պայմանավորված լինի մի այնպիսի հանգամանքով, որ նաեւ միջոցառումների կազմակերպման, անցկացման, հիշատակման, մարդկանց սխրագործությունները բարձրացնելու մասով նաև բնական միջավայրը պետք է համահունչ լինի։ Հիմա դուք հունվարի 27-ին, ասենք օրինակ ձմեռվա կեսին, հա, առաջարկում եք նշել, հիշել, խոնարհվել, բայց նկատի առնենք, որ սա նաև ֆիզիկական որոշակի սահմանափակումների էլ է բերելու, չէ՞, դժվարությունների է բերելու։ Լավ, այնուամենայնիվ, եթե նսեմացման միտված չի, ինչը դուք պնդում եք, որ նսեմացման միտված չի, այդ դեպքում քննարկենք այլ օր։ Այլ օրի հնարավորություն, այդ թվում նաև թեկուզ աշնան շրջանակներում, սեպտեմբերի մեջ եւ կարողանանք ունենալ այդ օրը այնպես, որ այո, ամբողջ ոչ միայն Հայաստանով, Սփյուռքով հանդերձ այդ օրը կարողանանք իսկապես դարձնենք մեր հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հերոսացման, փառաբանման եւ որ ամենակարևորն է մեր սերունդներին դաստիարակման լավ հնարավորություն եւ առիթ։ Այդ նաեւ դպրոցական միջավայրում միջոցառումների կազմակերպման եւ այլն։ Եվ վերջապես երրորդ դիտարկումը, որ կուզենայի անել, հետեւյալն է, տեսեք, շատ կարևոր է, որ մենք բոլոր ռազմական այնպիսի իրադարձությունների կամ ոչ ռազմական նույնիսկ, դիվերսիոն գործողությունների հետևանքով ունեցել ենք եւ արձանագրել ենք զոհեր, չափազանց կարևոր է նաեւ, որ այդ օրերը բոլորը միևնույն է, հարազատներին, շրջապատին, հանրությանը չեն կարող ասել, որ գիտեք, ինչ այդ օրերը փոխարինվում է այսօրով։ Եվ ես նման միտում ոչ էլ ունեի իմ հարցի մեջ։ Ես ընդհանրապես արձանագրում եմ, որ եթե այդպիսի խնդիր ենք դնում, ապա կարող ենք այդ օրերից որևէ օր ընտրել։ Բայց եթե այդտեղ համակարծիք չեք, որ բանը որևէ խնդիր չկա, այնուամենայնիվ կարևորելով այս քննարկումները, ես կարծում եմ նաև հանրային քննարկման անհրաժեշտություն էլ կա եւ հուսով եմ, որ հանրային քննարկումը ավելի ողջամիտ օր նաև կառաջարկի, հիմնավորում եւ այլ եւ այլն։ Եվ վերջին դիտարկումը, որքանով է սա արդեն քաղաքական ուղղվածության հարցադրում անեմ, հա, անհրաժեշտ դարձել հիմա նախընտրական տարվան ընթառաջ, թե բացառում եք դրա որևէ կապ։ Խնդրեմ, պարոն։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, հերթով գնամ, նախ միանշանակ ձեզ հետ համաձայն եմ, առաջարկվող հիշատակի օրը սքո օր չպիտի լինի, պիտի լինի հիշատակի օր, իհարկե հիշատակ եւ խոնարհումի, բայց բնականաբար որոշակի կոմպոնենտ կլինի սխալու հատկապես ընտանիքների համար զոհերի, բայց այո, հիմնական խորհուրդը հենց հիշատակը հարգելն է եւ խոնարհումը։ Հաջորդը մի քիչ լավ չեմ հասկանում ձեր փաստարկը, որ այսպես թե այնպես բոլոր նշանակալի օրերին կամ տոներին մարդիկ այցելում են գերեզմաններ, հա, որևէ բան այդ առումով չի փոխվում, եթե ուզում են այցելել, թող այցելեն, այստեղ խնդիրը հետեւյալն է, որ մենք ուզում ենք սահմանել հատուկ օր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, այսինքն եթե ձեր փաստարկով գնանք, ընդհանրապես նման օր ուրեմն պետք չի սահմանել, որովհետև այսպես թե այնպես տարբեր տոներին մարդիկ գերեզման այցելում են։ Այստեղ խնդիրը ոչ միայն գերեզման այցելելու մասին է կամ եռաբլուր այցելելու, այլ այդ օրը ինչ հնարավորություն կտա։ Հնարավորություն կտա օրինակ, որ դասղեկները իրենց աշակերտներին նախ այդ օրվանը նախորդող շրջանում որոշակի ինչ որ
միջոցառումներ կազմակերպեն, հանձնարարեն, օրինակ, չգիտեմ, գտնել որևէ հայրենիքի համար ընտրել հայրենիքի համար որևէ զոհված անձի եւ օրինակ իր մասին շահադրություն գրել, ու այսպես շարունակ, հենց բուն օրը կազմակերպեն այցելություն եռաբլուր կամ իրենց բնակավայրի համապատասխան վայր եւ այսպես շարունակ։ Այսինքն խնդիրը միայն պաշտոնյաների այցելության մասին չի, խնդիրը կոմպլեքս է։ Սա հնարավորություն կտա օրինակ հեռուստա ընկերություններին այդ օրվա համար ռեպորտաժներ պատրաստել եւ այսպես շարունակ։ Իսկ օրինակ համաձայն եք, եթե կոնկրետ ռազմական իրադարձության օրը սահմանվի որպես հիշատակի օր, հիմնական ֆոկուսը կլինի այդ ռազմական իրադարձության վրա։ Երկրորդ ձմեռվա վերաբերյալ ես օրինակ կարծում եմ սա այստեղ տրամաբանություն կա։ Օրինակ եթե ասեմ բացասական կողմը հունվարի 27-ի, այո, ձմեռը մի քիչ դժվարություն կարող է այդ իմաստով առաջացնել։ Արդյոք դուք ճիշտ եք ասում, սա ոչ մի կերպ միտված չէ մյուս օրերը փոխարինելու, որովհետև այսպես թե այնպես այն անմարդկանց համար ում հարազատները, ընկերները զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, համապատասխան օրերն են կարևոր, ում հարազատները զոհվել են, ասենք թե 90-ականներին որևէ կոնկրետ օր առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այդ օրերն են կարևոր եւ այսպես շարունակ։ Խնդիրը փոխարինելու մասին չէ, խնդիրը մեկ օր սահմանելու մասին է, ինչպես սահմանում է 2000 թվականի ընդունված օրենքը։ Մեկ հիշատակի օր սահմանելու մասին է եւ իդեպ տարբեր երկրներում կան նման օրեր։ Քաղաքական առումով չէ, պարոն Մինասյան, բացարձակապես որևէ կապ չկա եւ ընդհանրապես կապ չկա։ Չեմ էլ տեսնում, թե ինչպես կարող է այս նախագիծը որևէ քաղաքական դիվիդենդ բերել կամ հակառակը քաղաքական վնաս բերել։ Ասեմ ավելի, ես կարծում եմ այս նախագիծը պիտի չքաղաքականացվի, ես հույս ունեմ մենք կարողանանք 3 խմբակցություններով հասնել մի ընդհանուր հայտարարի եւ բոլորով կողմ քվեարկել, որտեղ իրապես կարեւոր է, եթե մենք ուզում ենք իրոք հիշատակը հարգվի եւ դարվի չքաղաքականացած կերպով, իսկ հայրենիքի համար, պաշտպանության համար զոհվածները քաղաքականություն եւ կուսակցություն չեն ճանաչում։ Իրենք բոլորը զոհվել են հանուն հայրենիքի եւ ոչ հանուն այս կուսակցության, այն կուսակցության, այն կուսակցության։ Եվ շատ կարեւոր է մենք կան կոնսենսուսի եւ ես այո կարեւորում եմ նաեւ հանրային քննարկումը, հուսով եմ այս մեր քննարկումը նաեւ կնպաստի, որ որոշակի հանրային քննարկում լինի եւ կաշխատենք իրար հետ, կրկնում եմ, ես պարոն Նազարյանի հետ էլ քննարկել ենք, եթե լինի հիմնավորում, թե ինչու մեկ այլ օրը կարող է ավելի տրամաբանական կամ լավ լիներ, պատրաստ ենք քննարկել, բայց այս պահին կարծում ենք, որ հունվարի 27-ը ամենատրամաբանվածն է։ Շնորհակալություն։